գոյություն, նրանցից գոնե մեկ-երկուսին կարող է ինչ-որ ձայն ապահովել կամ կողմ քվեարկել։ Պարոն Մակարյան, քննարկումների վերջում բոլոր 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումից հետո, մտքերի փոխանակումից հետո կլինի անպայման խմբակցության նիստ, համապատասխան որոշումները կկայացվեն եւ դուք իմանաք։ ԵՄ հանձնաժողովի թեկնածուն բարձ է արդեն պարոն Աբրահամյան։ Քննարկման փուլում է գտնվում, հավանաբար եթե այսպիսի տեմպերով գնանք հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը քննարկվելու է 2 կամ 3 օրից, դրա նախորդող օրը կունենանք խմբակցության նիստ, որի արդյունքներով թեկնածուներ ունենք, հաշվի առնելով, որ դեռևս թեկնածուներ են, այսինքն մեր ներքին խմբակցության ներսում թեկնածուներն են, դեռևս, այո, վերջնական չի, վերջնականի դեպքում այսօր օրինակի համար պարոն Ֆարմանյանի մասով ես չեմ հիշում, որ լրատվամիջոցի հետ էր, երբ որ հարցը հնչեցում եք առաջադրելու, պարոն Կարապետյանը առավոտյան հայտարարեց, որ պարոն Ֆարմանյանն է ելնելու։ Ես չեմ խալում հանձնաժողովի նախագահությունը վերցնել։ Մի հատ ես հարց էի, էլի։ Նախագահությունը վարկած է սրանք կապացել են իմ կարգիչը, որպեսզի դրամով Հայաստան ԵՄ այդ հարաբերությունների խորացման գործընթացը։ Կամ հակառակն կա, որպեսզի ձեզանից բանեք այդ։ Պարոն Կարապետյան այդ հարցին պատասխանել է, ես էլ եմ պատասխանել այդ հարցին, այդ հանձնաժողովը որքանով որ տեղյակ եմ, տարեկան ընդամենը մի քանի նիստ էր անցկացնում եւ փաստացի աշխատանքները կանգնած էին։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ունենք մարտահրավերներ այդ ուղղությամբ, մասնավորապես Հայաստանի եւ Եվրոպական միության պետությունների հետ ապրանքաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում եւ անկում է ապրում, նույն Ֆրանսիայի օրինակը մի քանի անգամ բերել ենք, բացի այդ, ինչպես գիտեք, օրինակի համար հայկական օդանավերը կոմերցիոն թռիչքներ իրականացնող չեն կարողանում ԵՄ թռչել 2019 թե 20 թվականից, իսկ բազմաթիվ խնդիրներ կան եւ այնտեղ, այո, մեծ անելիքներ կան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է հավասարակշռված եւ բալանսավորված քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ, զարգացնի իր հարաբերությունները թե ԵՄ-ի հետ, թե նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ, թե Չինաստանի, թե ԱՄՆ-ի, թե ծոցի պետությունների, թե մյուս պետությունների։ Պարոն Աբրահամյան, Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողով վերցնելով, ինչպես ասի, պասիվ հանձնաժողով է, ուզում եք ակտիվացնել եւ երկրորդ հարցը ուզում եք խորացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու Եվրաինտեգրումը, թե նաև, ինչպես սկզբում նշեցի, նաև այսպես որոշակի շղարշ եք ուզում ապավել, որ ձեր այսպես պրոռուսական ուժ լինել այսպես խողարկվի դրանով։ Պարոն Մակարյան, ուժեղ Հայաստանը պրոհայկական ուժ է եւ անցած ճանապարհը մեր դրա մասին է վկայում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցած հարցին, մենք բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային շահով։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ հարաբերություններին, ապա այո, Հայաստանը պետք է զարգացնի, պետք է խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես ես ոլորտները նշեցի, ոլորտներ կան, որոնք որ 18 թվականից ավել են վատթարացել եւ մենք հետեւողական ենք լինելու։ Ինչպես նիստեր ակտիվացնել։ Ну, եթե կա մշտական հանձնաժողով, այսինքն մշտական բառը հուշում է նրա մասին, որ պետք է, այո, այդ ձևաչափը, եթե ձևաչափը կա եւ այդ ձևաչափը նպաստում է Հայաստանի ազգային շահի եւ մյուս պետությունների, մյուս կառույցների հետ համագործակցության խորացմանը, ապա այո, պետք է ակտիվանալ։ Մասնավորապես այդ վարչարացել են պետք է։ Ես նշեցի նույն առևտրային, այսինքն եթե մենք ելնում ենք այսօրվա դերությամբ, քաղաքական փոխհարաբերություններից բացի, նաև պետք է ունենալ համապատասխան առևտրային հարաբերություններ, չմոռանանք նույն Եվրոպական միությունը, որ ստեղծվել է, ինքը ստեղծվել է որպես առևտրային, այսինքն միություն 40-ական թվականներին, այսինքն հետո է ինքը վերաճել արդեն նախորդ դարի վերջում քաղաքական միության։ Բայց հադրվում էր, որ դուք այստեղից է հարցին կպատասխանեք, եւ Եվրոպական միության հետ շուկայի դիվերսիֆիկացում եւ ԵԱՏՄ երկրների, նույնը ԵԱՏՄ երկրների պետություններն են պահանջում, որ կողմնորոշվեն կամ այն կողմ, կամ այս կողմ, այսինքն հավասարակշռված քաղաքականություն ոչ այս կողմն է հանդուրժում, ոչ մյուս կողմը։ Գիտեք, լավ դիվանագիտությունը հենց դրանով է տարբերվում, որ չպետք է հակադրությունների գործիք դառնանք, այլ ընդհակառակը պետք է փորձենք այնպես անել, որպեսզի հավասարակշռված, բալանսավորված հարաբերություններ
կառուցենք բոլոր կողմերի հետ եւ շարժվենք Հայաստանի ազգային շահերից ելնելով։ Ակնկալվում է, որ Եկեք ստեղում։ թեմայի հետ կապված եմ հաստատել։ Ենթադրվում է, որ տնտեսական հանձնաժողովի նախագահությունը կվերցնեք, հատկապես երբ նախընտրական շրջանում հետ տնտեսական ծրագրերով եք հանդես գալիս։ Ինչու չեղավ, արդյոք ԿՊ-ից է եղել անհամաձայնություն ընդհանուր առմամբ։ Այդպիսի քննարկում չի եղել, այդպիսի քննարկում բնականաբար չի եղել, առաջնորդվել ենք դրանով, որ իսկ ընտրել ենք այն հանձնաժողովները, նույն ֆինանսա վարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի դեպքում, հաշվի առնելով բյուջեի ծախսման արդյունավետության բարձրացումը եւ խորհրդարանական վերահսկողության անհրաժեշտությունը այդ ուղղությամբ որոշում է կայացվել ընտրել այդ հանձնաժողովը։ Հետևողական ենք լինելու, որ այդ հանձնաժողովում այդ հանձնաժողովը օգտագործելով նաև թափանցիկությունը մեր հասարակության առջև, այսինքն թափանցիկությունը բարձրանա պետական միջոցների ծախսի։ ԿՊ-ի կողմից անհամաձայնություններ, խոչընդոտներ ստեղծվեն հանձնաժողովի նախագահությունը կտեսնենք, սենց ասենք, այս հարցերը չեն քննարկել, մինչև հիմա քվեարկություն չի եղել, պարոն Ֆարմանյանի թեկնածությունն նոր է ներկայացվել եւ կտեսնենք արդեն հարցերի բովանդակությունից հետո երևի արդեն համապատասխան խմբակցությունների ղեկավարները եւս իրենց դիրքորոշումները կհայտնեն։ Պարոն Կիրակոսյանին պատասխանեմ նաեւ ձեզ։ Մեջ բերեմ պարոն Կարապետյանի խոսքերը, լուրջ մտահոգություն առաջացնում այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները ուղղություն են վերցրել դեպի եվրոինտեգրում 2025 թվականի ապրիլի 14-ին հայտարարել է պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Հիմա ձեր քաղաքական ուժի ղեկավարը ասում է, որ լուրջ մտահոգություն է եվրոինտեգրումը։ Դուք իրարից անկախ եք գործում, պարոն Սամվել Կարապետյանը մտահոգիչ է համարում, որ Հայաստանը դեպի եվրոինտեգրում ուղղություն է վերցրել, դուք հիմա այդ հանձնաժողովը վերցրել եք, որ ինչ անեք, ի հակառակ պարոն Կարապետյանի գործեք, թե այնպես անեք, որ Հայաստանը չգնա Եվրոպա եւ այդ մտահոգությունները, որ ունի ձեր ղեկավարը, չեզոքացներ։ Պարոն Կիրակոսյան, կրկնում եմ, որ պետք է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության ազգային շահից եւ ստեղծված իրավիճակից։ Տեսեք, ունենք այնպիսի իրավիճակ, որը որ ներկայացրեցի, թղթի վրա, այո, ընդունվել է օրենք եվրոինտեգրման մասի, բայց հողի վրա որևիցե բան չի արվում։ Պարոն Կարապետյանը այդ միտքը արտահայտել է, հաշվի առնելով նաև անհանգամանքը, որ մենք ունենք առևտրային հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ եւ ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը աճում է, ԵՄ-ի հետ անկում է ապրում։ Եթե մենք, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որոշում է ինչ-որ ուղղությամբ առաջ շարժվել, պետք է մենք թղթի վրա չլինի եւ չպետք է հակադրությունների գործիք դառնա։ Պետք է հստակ ծրագիր, պետք է հստակ, եթե նման ճանապարհային քարտեզ առաջին հերթին Հայաստանի ազգային շահը հաշվի առնելով դիվերսիֆիկացնել նույն ապրանքաշրջանառությունը։ Իսկ այսօր մենք ունենք այն, որ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության թիվ մեկ գործընկերը ԵԱՏՄ պետություններից մեկն է։ Իրենք էլ են ասում դիվերսիֆիկացնենք, ու դա անում են ոնց որ Ռուսաստանի Պարոն Մակարյան, չի դիվերսիֆիկացվում ախր։ Խնդիրը գիտեք որն է, եթե տանենք Էյֆելյան աշտարակի մոտ հայկական ծիրանը նկարենք, չի նշանակի, որ հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա։ Այսինքն կամ եթե տանենք հայկական լոլիկը միտեղ նկարենք, չի նշանակի, որ հայկական լոլիկը արդեն վсё մտել է Եվրոպա։ Դա հետևողական աշխատանք է, շուկաների փնտրտուք։ Կոնկրետ տարիներ շարունակ կոնկրետ շուկա էր ձևավորվել, հայ ֆերմերը, հայ գյուղացին, տարիներ, տասնամյակներ շարունակ աշխատելով, այսինքն, այո, հիմա եթե մենք որոշում ենք, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը որոշում է, որ պետք է շարժվել կոնկրետ այս ուղղությամբ, ապա պետք է նաև համապատասխան քայլեր գետնի վրա եւս արվեն։ Ես կրկնում եմ, մեր հայկական առևտրային թռիչքներ, կոմերցիոն հիմունքներով թռիչքներ իրականացնող օդանավերը չեն կարող Եվրոպական միություն թռիչքներ կատարեն, բացի թիվ 1 օդանավից, որը որ կոմերցիոն չի, բնականաբար պատվիրակություններին է սպասարկում։ Այսօր ստացվում է, որ դիվերսիֆիկացիան այս իշխանությունները անում են ի հաշիվ Ռուսաստանից։ Ինչպես է կարողանալ բալանսավորել, որ դա ի հաշիվ Ռուսաստանի չլինի։
Եթե դեմ չեք իհարկե Ռուսաստանի հետ։ Ի հաշիվ Ռուսաստանի կներեք, բայց որ ասում եք դիվերսիֆիկացիա, ես հիմա դիվերսիֆիկացիա չեմ տեսնում առևտրային հարաբերությունների, այսինքն մեզ մոտ, եթե գնաք նույն խանութներ, կտեսնեք, որ սուպերմարկետներում, ինչպես իմ գյուղատնտես ընկերներն են ասում, ինքնարժեքից ցածր գնով ծաղիկներ են վաճառում։ Կտեսնեք, որ մենք արտահանման խնդիրներ ունենք եւ իրականում նոր շուկա դուրս գալը ինքը այնպես չի, որ այսօր զարթնեցիր եւ всё կարող ես այս բեռնատարը ուղղես դեպի այլ պետություն։ Ախր պետք է ստանդարտներին համապատասխանել մյուս պետություն։ Աշխատանք է դա, սերտիֆիկացիա, լաբորատորիաներ եւ նաեւ պետք է տվյալ ապրանքի, եթե կոնկրետ խոսում ենք Եվրոպական միության մասին, կոնկրետ, այսինքն այդ ամբողջ հետագիծը, այսինքն եւ մատակարարման կայունությունը ապահովես։ Պարոն Աբրահամյան դեռ նոր է ձևավորվում ազգային ժողովը, բայց արդեն ընդդիմության հարաբերությունները իշխանության հետ հարաբերվելը, մեղմ ասած լավ չէ, այսպես դմդմեցնել սեղաններին, մյուս կողմը ծափ տալ, այս իրավիճակն են մարդիկ տեսնում ու արդեն մտահոգություններ են հնչում, որ շատ շուտով ազգային ժողովում նորից կշարունակվեն ծեծկռտուքները հայտնի նախորդ գումարման խորհրդարանում, գիտեք, քացիներով եղել է, իրաշորեր պատրել եղել է, բոքս եղել է։ Հիմա հարց ձեր խմբակցությունում մարտարվեստի տիրապետողներ կան, լավ քացիավորներ, բռնցքամարտիկներ, դուք պատրաստ եք այդ տեսակետներին։ Մինչև ազգային ժողով գալը նշել ենք նախ, որ ամեն ինչի պատրաստ ենք։ Մենք բոլոր դեպքերում, ինչպես որ առաջին նիստին խոսվեց, պատրաստ ենք աշխատել բարեկրթության եւ հարաբերվել իշխանության հետ բարեկրթության մթնոլորտում, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցված այլ հարցերին, ակնկալում ենք մասնագիտական քննարկումներ, որոնք որ կնպաստեն Հայաստանում մի շարք ոլորտների փոփոխություններ բերելուն։ Բայց իրենք օրինակ որոշակի սադրիչ քայլեր են գնում, օրինակ ես ինչ եմ ասում սադրիչ, որովհետև զգացում եմ, որ երբ կաթողիկոսին Աբազանի անունով են դիմում, դա ոնց որ դուք սադրանք եք ընկնում, սկսում եք։ Մենք ցույց ենք տվել, ինչպես պարոն Ղազարյանը իր երեկվա ելույթում ասեց, այն կարմիր գծերը, որոնք որ պետք չէ խախտել, գիտենք նաև իրենց կարմիր գծերի մասին։ Եվ բնականաբար պարոն Ղազարյանի ելույթները, եթե ուշադիր լսեք, կտեսնեք, որ այն չափազանց կոռեկտ է, ազգային ժողովում ունեցած ելույթները չափազանց կոռեկտ են, եւ այսքանը։ Այդտեղ սադրելու բան, որովից է սադրանքներ չեն հնչել, եթե ձեր կամ ինչ որ մեկը գտնում է, որ հնչել է, կարող ենք միասին լսել։ Բացի այդ, մենք ստեղծել ենք ազգային ժողովը ստեղծել է էթիկայի հանձնաժողով եւ այդ հանձնաժողովի գործունեությունն էլ նաեւ ակնկալում է, որ որոշակի դեպքերում, եթե պատգամավորներից մեկը ցուցաբերի էթիկապես ոչ կոռեկտ վարքագիծ, ապա այդ հարցը կքննարկվի տվյալ հանձնաժողովում։ Ինչու է ԿՊՆ-ում կառուցողական հաշվերել ընդդիմությանը, որովհետև մինչև խորհրդանի ձևավորվելը Ռուբինյանն ասում էր կգաք, ձեզ դրանց տիրակենք, հետո փոխեցի միանգամից դիրքորոշում, ասացին զրոյական կետից եկեք սկսենք մեր հարաբերությունները։ Ինչով է պայմանավորված, ինչ կա մտքներին, այսպես ասած։ Դե լավ կլինի այդ հարցը իրենց ուղեք, մենք այստեղ եկել ենք ժողովրդի խնդիրները լուծելու, բարձրաձայնելու համար, որպեսզի որոշ ոլորտներում վերջապես լինի փոփոխություն, ինչպես պարոն Կարապետյանը նշեց։ Ինչպես իրենց կողմից հնչել է բարեկրթության աշխատելու, այսպես ասած, պատրաստակամություն, մենք եւս պատրաստական ենք աշխատանքները շարունակել բարեկրթության մթնոլորտում, բայց դա չի նշանակում ավել բան, ինչպես բազմիցս նշել ենք։ Պարոն Աբրահամյան, ճիշտ ենք հասկանում, որ դուք հակված եք կառուցողական ընդդիմություն աշխատել, որտեղ սրա հետ կապված նույնպես կա քննադատություն ձեր աջակիցների կողմից, որոնք ձեզ ասում են, որ 340,000 ձայն մենք ձեզ տվել ենք, որ գնաք կոշտ լինեք, բիրտ լինեք ավելի, Փաշինյանին հեռացնեք, քարը-քարին չթողնեք, ոչ թե օպիտ ասած ԿՊ-ի մոտ ընդդիմություն աշխատեք, ինչ կասեք։ Այդ ձևակերպումը շատ սխալ ձևակերպում է, այսինքն դա այսպես ասած ոչ կոռեկտ ձևակերպում է, չեմ անդրադառնա դրան, ինչ վերաբերում է գնացածին, կառուցողականին, մենք մեր կուսակցության հիմնադրումից ի վեր
բոլոր հարցերում ցուցաբերում ենք կառուցողական ընդհանուր դիրքորոշում եւ ընդհանուր ապակառուցողական, այսինքն դեստրուկտիվ լինելը որևիցե կերպ չի նպաստում ժողովրդի խնդիրների լուծմանը։ Պարոն Մամիկոն Ասլանյանը ասեց, այսինքն նպատակը, այսպես ասած, կարճաժամկետ, այո, իշխանափոխությունն է, երկարաժամկետ առումով, այսինքն իշխանափոխությունից հետո ժողովրդին փոփոխություն բերելն է։ Շնորհակալություն։